6 ամիս խոստացել էի սրա մասին չխոսայի, խոսքը նոր ձևավորվող էկոպարեկի մասին է, այս սիստեմը ոնց է ինքը աշխատում, խոստումից պատճառը այն էր, որ այս կառույցը նոր է ձևավորվում, իրանք հələ չգիտեն ինչ անեն, չգիտեն թիմ ունեն, թե չունեն, բայց համարյա կարելի ասել մի սեզոն, մի տարի անցել է վրայից ու ժամանակն է ձեզ ճիշտ ասելու։ Ճիշտ ասելու եմ առանց քֆուրների ու վիրավորանքների, չնայած կարելի է նաև տենց։ Ուրեմն ու արժանի են շատերը քֆուրներին, այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են մեր անտառների, մեր բնության պահպանության համար, բայց իրականում թույլ են տալիս, որ կտրվի ու ավիրվի ու երևի իրանց պլանը հետո այդ փողերը վերցնեն ու փախնեն Հայաստանից, իսկ մեզ մնա ավիրված բնություն ու ոչնչացված անտառներ։ Ինչա տեղի ունենում։ Նախ էկոպարեկը ստացել է պետությունից հատուկ պլանավորած, չգիտեմ ով է այդ գնումների պատասխանատուն, չինական գավնո որակի պիկապներ, որոնք ոչ մի ձև չեն անում են գործի ինչը պիտի անեն, այսինքն անտառ չեն կարող մտնեն, օֆրոդ չեն անում։ Հետո թիմ չունի էկոպարեկը, դրա մասին ասելու եմ էլի։ Սրանք արդեն են անտառներն են, որտեղ ծառ չի մնացել, հոգեներին են արդեն հասնում, վերջին կտորներն է տարվում, բան չմնա ժողովուրդ ստեղ։ Ու այս նոր էկոպարեկային ծառայության դեմքն է։ Իրանք ասֆալտից դուրս չեն գալիս իրենց մեքենաներով, ու այստեղ էկոպարեկային էլ մեղադրելու չի, էսի նոր կառավարության ստրատեգիան է, որովհետև տվել են մեքենաներ, որ ասֆալտից ոչ մի կերպ չեն կարա դուրս գան, ու պլյուս տվել են, ու պլյուս աշխատող չկա։ Դաժե մեքենաների քանակի համապատասխան ցանկացող չկա այս սիստեմում աշխատի, ու պատճառները շատ են։ Բայց քանի իրանք կբողոքեն, քանի իրանք իրանց վասին վատ ասող մարդկանց կձերբակալեն, կգցեն, իսկ մենք անտառները կորցնում ենք։ Մենք կորցնում ենք մեր հայրենիքը, մենք կորցնում ենք մեր ժառանգությունը, կորցնում ենք ամեն ինչ, կտոր։ Ես հիմա բնապահպանության ոլորտի ակտիվիստ եմ, այսքանը տեսնում եմ։ Հիմա պատկերացրեք ինչ է կատարվում մնացած ոլորտները մեր երկրի ու խոսացողները լիքն են։ Այն որ ասում եմ ծառ չի մնացել, սաղ կտրված են, հեսա տարածքի անտառը։ Այն ինչ որ կանգնած է մնացել, հիմա դրանք են վերացնում արդեն։ Իսկ այս ծառերը սովորաբար մի 400-500 տարի հետո նոր կսկսեն սաղարթ ստանալ ու ըստ կենսաբանների 100-ից 1 կամ 2 հատը կդառնա ծառը։ Ու էսի մեզ ոչ օդա տալու, ոչ էլ են, ու սենց որ գնաց իրականում սա անտառ չի էլ դառնալու, էլ ինքն էլ է վերանալու։